The community. Հաղորդման գործընկերներն են Գարիկի մոտ, Dark Tint, Sky Glam։ Այսօր շատ հետաքրքիր հյուր ունենք, այսպես դիմավորումը աշոտը, սպասենք դուռը բացի, եկել ենք AB Company, բարև Աշոտ ջան, ինչպես ես։ Համեցեք։ Շնորհակալ ենք, որ մեզ քո խիտ գրաֆիկի մեջ տեղավորեցի, ասես օրդ ինչպես է սկսում։ Օրը սկսում եմ բնականաբար մի բաժակ ջրով, պարզ, քանի որ օրենօր ենք սկսել եւ անպայման մի բաժակ սուրճ եմ խմում, երբեմն դա դառնում է 2, 3, 4, 5 բաժակներ։ Չարաշահում ես։ Այո, բայց գամին դեպքում մենք մեզ տենց խափում ենք ու մեզ թվում է մենք մեզ էներգիա ենք տալիս, ու տենց սկսում ենք մենք մեզ ստիպելով ստիպողաբար աշխատացնել, որպեսզի կարողանանք դիմադրենք այս գեղեցիկ, բայց նույն ժամանակ դժվար կյանքին։ 3 բառով օրդ կնկարագրես, համ ասա, համ գնամ։ Խնդրեմ, համեցեք։ Ես գիտեմ, որ դու ամեն մեկին ձեր օֆիսներ չեք թողնում, դա ձեր արխայությունն է, դա ձեր դղյակն է, որտեղ միայն դուք եք լինում։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալել եք այսօր, այդ բացառիկներից ենք։ Համեցեք, ստեղ միտինգներ են տեղի ունենում, իրանց չխանգարենք անցնենք։ 3 բառով օրդ կնկարագրես։ Օրը սկսվում է ամեն օր մի փոքր վերամիավորելով կյանքի նպատակները, ինչ որ արել եմ, չեմ արել, հասցրել եմ, չեմ հասցրել, երբեմն ստացվում որ ոչ մի չեմ հասցնում, բայց փորձում որ հասցնեմ։ Այդ մտքերով է սկսվում, հետո երկրորդը արդեն բացում եմ օրվա կալենդարը եւ հասկանում եմ ինչ ունեմ անելու, որտեղ պետք է հասցնեմ, ոնց անեմ որ հասցնեմ, եւ երրորդը ամենակարևորը, կարծում եմ, որ օրը սկսվում է ինքս ինձ մեջից ուտելով, որ Սխի չես հասցրել, սխի չես արել, լավ չես արել, քիչ չես արել, այդ այնց այն որը սկսվում, հետո արդեն օրվա վերջում եկա մի բան ոնց էլ չլինի, բայց հասցնում ենք, խնդրեմ, համեցեք։ Շնորհակալություն։ Մի բան կարաս հիշես, ինչն էր ամենադժվարը քեզ համար Ամերիկայում։ Ամերիկա գալու հետ կապված ամենադժվար բաներից մեկը այն էր, որ ես չգիտես խի, ինձ թվում էր, որ իմ տեսակը կլինի հետաքրքիր մարդկանց համար եւ կարծում էի, որ ես որ եկել եմ մեծ բան եմ արել ու ով որ տեսնի պետք է ասի ու բարով ես եկել անունդ ոնց է բայց պարզվեց որ ոչ նման շատ մարդիկ կային ինձանից ավելի առավել եւ ավելի լավը եւ բնականաբար իմ տեսակը ոչ մեկին հետաքրքիր չէր ես անգամ հիշում եմ այդ կանաչ գույնի պապկա էի սարքել ինչ որ տենց պորտֆոլիո էի ինձ համար ստեղծել այդ պորտֆոլիոն գրկած գնում էի այս դռնից այն դուր խնդրում եմ որ ինձ գործի վերցնեն ու ինձ թվում էր որ ովքեր որ այդ պորտֆոլիոն բացեն նախսկի չենի նայում պորտֆոլիոյի վրա որ մատը բաց էին պետք է ասեն համեցի մեր հետ միասին աշխատի ու տենց երկար ժամանակ փորձում էի որ միտեղ ինձ ընդունեն չնայած նա որ հիմնական գործերից մեկը գտա արդեն իսկ երկրորդ օրվա ընթացքում երկրորդ օրն ինչ Ամերիկայում էի բայց բնականաբար այդ խնդիրը ունեի ինձ թվում էր որ բոլորին հետաքրքիր եմ քանի որ ուրիշ տեղից եմ եկել հետո հասկացա որ այստեղ միլիոնավոր մարդիկ են գալիս ուրիշ տեղերից եւ ես իրանցից ընդհանրապես մեկն եմ այս ջունգլիում Քանի տարի է որ Ամերիկայում ես մնակվում։ Հա 14, երբեմն ասում 15, հայ-հայսաթա մի քիչ ավելացնում ենք, կլորացնում ենք։ Հա, երբեմն մոռանում ասում 10+, երբեմն ասում ես մի քանի տարին է եկել եմ, նայած ըստ իրավիճակի, որտեղ որ ինձ այդ պահին տենց եմ զգում կամ ձեր տալիս, այո։ Որ գալիս են գումար ուզելու, ասում նոր եմ եկել։ Ձեր մոտ նոր տարվա տրամադրությունն շատ գեղեցիկ է ամեն ինչ։ Ինձ կասես մենք որտեղ ենք գտնվում։ Ես գիտեմ մենք որտեղ ենք գտնվում, արի մեր հետևորդներին պատմենք թե որտեղ ենք մենք գտնվում։ Սիրո, մենք գտնվում ենք մեր Glendale-ի office-ում, մեր Glendale-ի location-ում, որը որ ամենակենտրոնական մասերից մեկում է գտնվում այս քաղաքի, ես շատ եմ սիրում, ինքնոնակալույց շենքի առաջի հարկն բավականին երկար գեղեցիկ տարածք ունենք եւ այս այն հատվածներն է որտեղ որ հաճախորդներն են առնչվում որտեղ ունենք հատվածներ որտեղ հաճախորդները չեն լինում չեն մտնում ընդունված չի բայց այս հենց այն տարածքն է որտեղ որ իրան գալիս են եւ այս պարագայում արդեն գալիս են նկարահանվում են նոր տարվա համար եւ կարծում եմ որ լինելով առաջադար մարքեթինգ էջենսիներից մեկը մենք ոչ թե պետք է գնանք ստեղ այնտեղ խնդրենք որ նկարվենք պատի տակ կամ մեր հաճախորդներին նկարենք այլ ստեղծում ենք բոլոր պայմանները որպեսզի նրանք գան եւ մենք կարողանանք ըստ սեզոնի ըստ նպատակի ծառայեցնենք մեր տարածքը եւ մեր հնարավորությունները։ Արո կհիշես մենք էլ նկարվենք այս սիրուն տեղում չմոռանաս անպայման։ Ես կհիշացնեմ ձեզ։
Որն է մեր օրերում ամենաէֆեկտիվ գովազդը։ Ամենաէֆեկտիվ գովազդը բնականաբար դա անձնական բրենդն է, եթե company-ն կամ մարդը կարողանում են ստեղծել այդ անձնական բրենդ ասվածը, որովհետև ժամանակին մարդիկ վստահում էին մեծ company-ներին, բայց հիմա մարդիկ վստահում են մարդկանց։ Ժամանակին մարդիկ վստահում էին մեծ անուններին, իսկ հիմա մենք վստահում ենք մեկս մյուսից։ Իսկ այդ պատճառով էլ պատասխանը միանշանակ անձնական բրենդն է, որը որ կարող է օգնի եւ օգտակար լինի, որ մարդը կարողանա կառուցի այնպիսի անձնական բրենդ, որը տարիների ընթացքում բերի իր օգուտը եւ օգտակար լինի աշխատելու, ստեղծելու, գումար վաստակելու եւ մի բան էլ ես ավելացնեմ առանց մեծամիտ հնչելու երբեմն ես ինքս ասում եմ զարմանում եմ ես ոնց եմ կարողացել ժամանակին իմ աշխատանքի զուտ իմ աշխատանքի շնորհիվ ոնց եմ կարողացել անեմ որ առանց գովազդ առանց որևէ մի բան անելու այսօր արդեն 10 տարուց արդեն ավել մենք միշտ ունենք պահանջակ չգիտեմ երևի թե հենց այդ պատասխանն է որ անձնական բրենդ Ինչ ես կարծում ժամկետները որոնք գործատուները երբեմն դնում են մարքետոլոգի դիմաց դրանք խանգարում են ձեզ թե ոգեշնչում են Ժամկետները դրվում են այն պարագայում, երբ որ հաճախորդը ունի հիմնավորված բյուջետ եւ ունի հնարավորություններ այդ ժամկետները կատարելու, բայց շատ հաճախ հաճախորդը ունի որևէ մի բան, մենակ ունի ամբիցիաներ եւ կողքից ինչ որ բարեկամների, ծանոթների, հարևանների կարծիքները եւ այդ կարծիքները գալիս ու պատադրում է քեզ։ Եթե հաճախորդը ունի հիմնավորված բյուջետ եւ հնարավորություններ արագ այդ ամեն ինչը կատարելու ինձ եւ իմ թիմին որևէ մի բան չի խոչընդոտում դա անելու բայց հիմնականում մարդիկ չունեն ունեն ուղղակի շատ մեծ ամբիցիաներ եւ շատ հաճախ մարդիկ շատ մեծ կարծիք ունեն իրանց բիզնեսի մասին անտեսելով այդ առօրյա աշխատանքը որը որ չի կատարվում հասնելու այդ ժամկետներին Եթե ունես բիզնես համակերպիր որ իդեալական բալանս չի լինելու համաձայն ես Իհարկե, մի հատ պարզ բան եմ ցույց տալիս։ Այս դարձել է մեր բոլորիս թշնամին, ու մենք փոխանակ առավոտ արձանալուց մի հատ փորձենք արթնանանք, ինչ որ մի բան ձեռք տանք, ջուր վերցնենք, ջուր խմենք, հայմեր ասենք, աղոտ քանենք, նոր օրը սկսենք, մենք այսպես արթնանում ենք, ասենք քնում ենք։ Բնականաբար այդ բալանսը չկա, իմ մոտ ամենադեպս չկա, բայց այս վերջի 1 տարին փորձում եմ պահեմ, անգամ շաբաթ կիրակի օրերը անջատում եմ հեռախոսից։ Հետո նեղանում են, մարդիկ նեղ սրտում են, ասում են՝ «Բա ուր էիր»։ Ասում եմ՝ «Իմ շաբաթ կիրակին է վայելում», խորհուրդ եմ տալիս։ Հակառակ դեպքում Ամերիկայում ապրող մարդը չի կարողանում այդ բալանսը պահել։ Քեզ հեռախոսը շաբաթ կիրակի օրերին պետք չի գալիս։ Ինչ եթե խիղճս կորցնում անգամ հիմա էլ պետք չի գալ, որտեղ բիզնեսը այնց է արդեն դրված եւ արվում, որ եթե հաճախորդը գրում է կամ զանգում է, անմիջապես կան մարդիկ, ովքեր պատասխանում են այդ զանգին։ Էլ ինձ չի գալիս, չի հասնում։ Բայց քանի որ մենք բոլորս Ամերիկայում ապրում ենք բավականին լարված կյանքով, իհարկե ինձ իմ հեռախոսը միշտ պետք է գալիս։ Մարքեթինգն ավելի շատ հոգեբանության մասին է, թե վաճառքի։ Մարքեթինգը ամեն ինչի մասին է, բացի մարքեթինգից, եթե մենք խոսում ենք մեր օրերի մասին, բնականաբար որոշ մարդկանց համար դա հոգեբանության մասին է, որովհետև իրանք զգում են, նոր գնում են այդ ապրանքի կամ product-ի կամ անունի հետևից, բայց մեր պարագայում ավելի շատ, եթե մենք խոսում ենք մեր հայկական համայնքի մասին, մարքեթինգը ամեն ինչի մասին է, բացի մարքեթինգից։ Եթե product-ը վատն է, արդյոք մարքեթինգը կարող է լավ արդյունք տալ այդ product-ին։ Իհարկե, անշուշտ, ես մի հետաքրքիր պատմություն ունեմ, ես Դուբայում էի ու շատ հետաքրքիր coffee shop էի տեսել Instagram-ով, շատ էի ուզում գնայի, որ ուզում ես անպայման գնաս փորձես։ Գնացի, ինչ-որ մի զավոդում, ինչ-որ մի հատ գեշ վատ տեղում, ընտիր coffee shop էր, բայց կոֆեն համով չէր, ուղղակի այդ ամեն ինչն էր շատ սիրում։ Նենց որ այո լինում է բան, որ այո բրենդը հայփանում է, բայց ապրանքի որակը լավը չի։ Եվ հակառակը լինում են, որ համ հայփ են անում, համ էլ որակն է բնականաբար լավ լինում, եւ մեր համայնքում էլ նման օրինակներ շատ կան։ Ամենաէլեմենտար բանը օրինակ բերեմ, մարդ կարող է պատրաստի տանը խմորեղեն, համ խմորեղենը լինի յուրօրինակ տարբերվող, նոր ձևով, նոր շնչով, համ էլ որակը լինի լավ ու միանգամից ինքը իր գործը 50% ապահովի մենակ այդ արագ ոնց որ մարքեթինգային նոր մոտեցմամբ։ Որ բրենդի կամ բիզնեսի մարքեթինգը երբեք չես անի։
Ունեցել ենք նման առաջարկներ եւ ունեցել ենք շատ հաճախ, դամանավանդ վերջին մի քանի տարվա ընթացքում եւ հրաժարվել ենք հիմնականում բոլորը կապ են ունեցել ոչ շատ օրինական բնույթի գործողությունների հետ, դա բնականաբար չենք անի եւ միանգամից կտրուկ հրաժարվել ենք, բայց ավելի մի քիչ դեպքի բանի մասին պատմեմ, մի հատ էտապ կար, երբ որ ստանում էինք օտար աղջիկների կողմից առաջարկներ օգնելու նրանց կայանան որոշ պլատֆորմերում, որոնք մեծերի համար են, հատուկ նախատեսված, չեմ ուզում շատ ծավալվեմ, դա իհարկե շատ հավես էր եւ հավես էր, որովհետեւ ոչ ոք չէր ուզում նման գործով զբաղվել, բնականաբար ես էլ դա լուրջ չէի ընդունում, չնայած այդ ամեն ինչի մեջ նույնպես շատ գումարներ կա եւ մերժում էինք։ Ամեն դեպքում նման առաջարկներ եղել է եւ հիմնականում միշտ հումորի ենք վերածում, տղաներն էին միշտ ասում, որ մենք կօգնենք, մենք աշխատենք, աղջիկները բնական ասեն, որ կտրուկ ոչ, չենք ուզում, հրաժարվում ենք։ Կարող է ընկերությունը առանց բյուջեի միայն կրեատիվով արդյունքի հասնել։ Կարող է բոլորի դիմաց բոլոր դռները բաց են եւ բոլորի հեռախոսները, ինչպես ասում են, միացրած են, կարող են, բայց դա արդեն կապ ունի բիզնեսի ծավալից, ինչքանով է բիզնեսը մեծ եւ ինչքանով է ուզում ծավալվի։ Եթե մենք խոսում ենք փոքրիկ քաղաքում ինչ-որ մի փոքրիկ բիզնեսի մասին, այդ քաղաքի մակարդակով իհարկե անշուշտ կարող է, բայց եթե մենք մի քիչ ավելի երկար ճանապարհ ենք ուզում տեսնենք այս ամեն ինչի մեջ, roadmap ավելի մեծանում է, բնականաբար այսօր մեկը պետքա բաժե, առանց բաժե որևէ բիզնես չի կարողանում զարգանալ եւ աճել, եթե նաեւ մի հատ այստեղ բան կա, եթե բիզնեսի տերը պատրաստ չի 24 ժամ անձնապես օգտագործի social media-ն, ամեն ինչ անի, որ իր բիզնեսը առանց որևէ բյուջե աճի, նման պարագաներում էլ կարող է, լինում է, բայց շատ ինքը կապ ունի այդ բիզնեսի չափսից։ Այսօր SMM-ն է ավելի արդյունավետ, թե influencer marketing-ը։ SMM-ը ինձ համար արդեն անցած էտապ է, որտեղ ինքը ամբողջովին օգնում է միայն brand awareness-ի հետ կապված, բայց influencer marketing-ին էլ ես այդքան տենց շատ կողմնակի չեմ, ես ավելի շատ կողմնակի եմ, որ մենք օգնում ենք հաճախորդի բաժեն բաժանում ենք տարբեր advertisement-ի բլոկների եւ կարողանում ենք այնց անենք, որ այդ հաճախորդը շատ բաց լեզվով են բացվում ու բոլորը հասկանան։ Միանգամից ստանալ lead, զանգ, email, message, մարդ գնա իր ոտքով մտնի այդ բիզնես։ Ես դրա կողմնակիցն եմ, ես կողմնակիցն եմ, որ այն բյուջեն, որը որ հաճախորդը թեկուզ մի քիչ փոքր ունի, մենք կարողանանք կառավարենք, որ բերենք այդ բիզնեսին տանք ոտք եւ lead քայլող հետաքրքրվող մարդիկ։ Ինչ ես կարծում, նեյմինգը կարևոր է բիզնեսի առաջընթացի հարցում։ Իհարկե շատ կարևոր է, բայց նորից, քանի որ մենք հանդիպել ենք մեր համայնքում եւ մեր հանդիպման գլխավոր կարգախոսը the community-ն է, մենք խոսում ենք մեր community-ի մասին։ Հիմնականում մարդիկ անունները վերցնում են շատ sense տնավարի, ասենք Շան անունն են դնում, Կատվի անունն են դնում, բարեկամների անունն են դնում, նախկին ընկերների անունն են դնում, նման դեպքեր շատ է։ Մեր պարագայում էլ, քանի որ ես ինքս Աշոտ Բարսեղյանն եմ եւ բացման ժամանակ ես մենակ եմ եղել, հիմա եմ արդեն բնականաբար իմ գործընկերոջ 100 տարվա ընկերոջ հետ այս ամեն ինչի մեջ, էլ եղավ AB Media, բայց գոնե AB Media USA-ը, ոչ թե ասենք օրինակ, չգիտեմ, Ծաղկուշ Media կամ չգիտեմ, Համազասպ Creative Agency, այդտեղ արդեն իհարկե բախվում են, ու նման դեպքերը շատ կան, հաճախ լինում են։ Հենրի Ֆորդը, Ֆորդ ընկերության հիմնադիրը, այսպեսի մի հատ բան ասել, ասեց, եթե ես լսեի իմ հաճախորդներին, ես պետքա ձի արտադրեի։ Ինչ ես կարծում, ինչքանով է կարևոր ու պետք հաշվի առնել հաճախորդի կարծիքը։ Ինչքան պետք է հաշվի առնես։ Շատ լավ։ Հաճախորդի կարծիքը բնականաբար հաշվի պետք է առնել եւ պետք է հարգել մարդկանց, ում համար որ դու աշխատում ես, անշուշտ։ Մենակ ստեղ մի հատ հարց կա։ Հաճախորդը որ գալիս է քեզ որպես marketing agency, արդյոք հաշվի առնում քո կարծիքը։ Եթե հաճախորդը հաշվի առնում քո պրոֆեսիոնալ իրագետ կարծիքը նման հարցերի շուրջ, ուրեմն դու կարող ես այդ մարդու կարծիքը հաշվի առնես իր բիզնեսի հետ կապված, անշուշտ։ Բայց եթե հաճախորդը
քո կարծիքը հաշվի չի առնում, գալիս է ինքը քեզ թելադրելու թե դու ինչ պետք է անես, բնականաբար նման հաճախորդների հետ մենք արդեն բաժանվում ենք, որովհետև մեկը այդ հաճախորդն եկել է ասում է իրանը ու չի ուզում լսի քոնը, իմաստը որն է, այդ ամեն ինչը շարունակելու, իմաստ չի լինում։ Կամ եթե ես Henry Ford-ը մեծությունն է եւ պատմությունն է, ես շատ փոքր մարդ եմ։ Ես էլ իմ հաճախորդների ժամանակին լսեի, այս ամեն ինչը չէր լինի, այս ամեն ինչը այս կարգի պրոֆեսիոնալ ու զարգացած ավտոմատացված չէր լինի։ Ես թեկուզ այս փոքրիկ կամ ոչ փոքրիկ մրցանակը այսօր չի ունենա, ուղղակի պետք է նստած լինեի ու միջև հիմա ինքս իրանց համար ինչ-որ բան անեի ու Forbes-ի անդամ չէի դառնա։ Եթե ես էլ լսեի իմ հաճախորդին, դա համար շատ ինքը տենց անձնապես է այդ ամեն ինչը։ Հասկացա։ Starbucks-ի հիմնադիրը Գովարդ Շուլցը իրեն ավելի ճիշտ ուղղել են այսպիսի մի հարց ճգնաժամերից մեկի ժամանակ, թե ինչու ինքը գովազդ չի անում։ Ինքը այսպես է պատասխանել. ամենաէֆեկտիվ գովազդը դա սարաֆանն է, ռադիոն է։ Մեր հայերեն տարբերակով ասած, փչացած ռադիոն, որովհետև միայն այդ ժամանակ է, որ մարդիկ իրենք են ուզում խոսել քո մասին։ Համամիտ ես, որ այսօր էլ է աշխատում, social media-ն մի կողմ դնենք, չգիտեմ, տարբեր գովազդային միջոցները մի կողմ դնելով։ Համաձայն ես, որ այսօր այդ սարաֆան ռադիո ասվածը միևնույնն է ակտուալ է։ Այո, եւ ոչ։ Այո, որովհետեւ միանշանակ բոլոր ժամանակներում նա աշխատող տարբերակ է, բայց ոչ, որովհետեւ COVID-ից հետո բոլորիս կյանքն է փոխվել եւ եթե առաջ մենք ասում ենք, այս գլխարկը շատ գեղեցիկ է, որտեղից էս առալին ձեր խորհուրդ տուր, մենք հիմա ոչ մեկս ոչ մեկին բան չենք հարցնում, որովհետեւ ամեն ինչ ստեղ է եւ մենք հեռախոսի միջոցով ամեն ինչ գտնում ենք, առնում ենք, մենք ռևյուներն ենք, ուրիշի կարծիքները հաշվի առնելով ենք անում։ Դրա համար բնականաբար այո, ուղղակի ինքը ձևա փոխվել է եւ կերպարանափոխվել է այդ սարաֆանի ռադիո ասվածը կամ փչացած ռադիո ասվածը, չգիտեմ, վերածվել է արդեն ռևյուների, ռեյտինգների եւ ուրիշի կարծիքները հաշվի առնելու, բայց on-line հարթակում։ Աշոտ ջան, այսպեսի մի հատ տարածված կարծիք կա։ Իհարկե ես այդ կարծիքի հետ համաձայն չեմ, այստեղ մեր հայության մեջ այսպեսի մի կարծիք կա։ Իրանք բոլորը միանշանակ ասում են, իրանք հրաշալի գործ են անում։ eBay company մասին է խոսքը, հրաշալի գործ են անում, բայց թանկ են անում։ Ես համաձայն չեմ, յուրաքանչյուր որակով բան պետք է թանկ լինի։ Ես համաձայն եմ այն մտքին, որ արդարացված է այն գումարը, որ դուք աշխատում եք։ Բայց այսպեսի մի հարց եմ ուզում քեզ տալ։ Ինչ ես կարծում, որն է ձեր company հաջողության գրավականը, ինչն եք ճիշտ անում դուք, որը չեն անում մյուսները։ Լավ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես կարծում եմ, որ իմ company-ն առաջինը, երբ որ սկսեց որպես marketing agency, եթե ես չեմ սխալվում, ապա այդ ժամանակ երկար տարիներ առաջ դեռ չկային agency-ներ եւ ես ինքս կառուցեցի այդ մոդելը, որը որ այդ պահի ինձ նպատակահարմար էր եւ այդ մոդելի մեջ ամենառաջի բանը, որ ես զգում էի պակասը, դա customer service-ն էր, շատ լավ վերաբերմունքներ դեպի հաճախորդի։ Երկրորդը դա որակյալ սերվիսների ծառայությունների մատուցումն էր։ Երրորդը դա ապահովելն էր այն բոլոր կարևորագույն կոմֆորտ կետերով, երբ որ հաճախորդը գալիս էր ոչ թե դիմացը դնում էր պլաստիկից ծամած բաժակ, այլ դնում էր մաքուր կոկիկ բաժակ, մի բաժակ ջուր եւ կարողանում էր այդ ամեն ինչով ցույց տալ, որ ինքը համար ամենալավագույնն է։ Մեր company պարագայում կարծում եմ մենք ունեցել ենք 3 կարևոր կետեր, որոնք որ մեզ բերել են հաջողության։ Առաջինը դա պրոֆեսիոնալիզմի եւ մաքսիմալիզմի այդ զգացողությունն է, երբ որ դու քո լավագույնն ես անում հաճախորդին։ Երկրորդը դա որակն է, երբ որ որակը բերում է ինչ որ մի արդյունքի։ Իհարկե կան կամպանիներ, որոնք որ եկել են այդ արդյունքին հասել են 2 ամսվա ընթացքում, նման բան չի կարող լինել, ինքը շատ կարճ ժամանակ է, 6 ամսվա, 1 տարվա, 5 տարվա ունեմ հաճախորդներ, 8-9 տարի անընդմեջ non-stop գնում են։ Բայց ամեն դեպքում այդ հաջողությունը գալիս է այդ քո լուրջ վերաբերմունքից դեպի քո հաճախորդին եւ երրորդը ամենակարևորը յուրաքանչյուր company աճելու համար պետք է զարգանա։ Մեր company-ն շատ է զարգացել, մենք շատ ենք մեծացել, բայց դրա հետ մեկտեղ միշտ մեզ պահում ենք, ոնց որ առաջի անգամ ենք, երբ որ հանդիպում ենք մարդկանց տարիներ առաջ, մարդիկ ասում են մեզ մոտ թանկ է, դա ուղղակի միֆ է։ Միշտ մեկը մի բան պետք է հորինի, որ դիմացինին
չարախոսելով կամ կծելով մի գործի վրա ոնց որ ազդի կամ բիծ գցի մենք թանկ չենք, ուղղակի մենք շատ որակով ենք եւ անգամ եթե նայենք ինչքան ենք զարգացել ու այսօր դարձել ենք Visa Partner Company արաբական երկրներում, դա այդ մեկտեղ եթե մեզ մոտ դուրս թակում են եւ մտնում են մի ընտանիք, որը որ նոր է բիզնես սկսել կամ բիզնեսը երեխունն է, երեխան ընդամենը 23 տարեկան երեխա է, աղջիկ կամ տղա, հավատացեք ես ամեն ինչ եմ անում, անկեղծ եմ ասում եւ իմ ամբողջ թիմն է նույնպես, որ մենք այդ մարկանց օգնենք, որովհետեւ եթե այդ բիզնեսը ոտի կանգնի, վաղը ով է շահելու, մենակ ես։ Եվ ի վերջո, բացի քո խոսքերից, ձեր գործի մասին խոսում են քո հետևում գտնվող բոլոր շնորհակալագրերն ու պատվոգրերը, այնտեղ մրցանակները կարևոր որ մենք ֆիքսեցինք։ Ես կարծում եմ ձեր գործը արդեն ամեն ինչ ասում է։ Համեցեք, քանի որ փորձում եմ լինեմ հյուրընկալ, տարբեր տեղեր մենք շատ ունենք, տարածք շատ ունենք, շատ սիրուն։ անգամ ծառերն են շարժվում արդեն։ Դե նստեմ ստեղ, մենք նկարահանում ենք Thanksgiving-ի օրերին եւ հնարավորություն ունենք ես գեղեցկությունը վայելելու։ Իմիջիայլոց վաղը Thanksgiving-ը, ես այդ տոնը շատ եմ սիրում։ Քո հաջողության գրավականը ինչու՞մն է կանում։ Մի բառով։ Մի բառ առանձնացրու։ Աշխատասիրություն։ Ես էլ ավելացնեմ, որակ։ Շնորհակալ եմ շատ, եթե նկատել եք, եթե ընկալել եք, անչափ շնորհակալ եմ, բայց իրոք աշխատասիրությունը ամենակարևոր բանն է։ Ժողովուրդ, ես շատ հաճախ ուղղակի կարամ գամ մտնեմ օֆիս, վերցնեմ մատս, դնեմ այսպես ցեղանին, անցկացնեմ, երեխեքին ասեմ, երեխեք ջան, այս նորմալ չի։ Այս պետք է մանկարի ու շատ շտապ, ու դա նորմալ է։ Հաճախ բիզնեսում տիրող իրավիճակներից ելնելով տեղերը չեն հասցնում զբաղվեն այդ ներքին մանր-մունր հարցերով, տեսնեն ինչ է կատարվում։ Օրինակ ինձ համար շատ կարևոր է։ Այսօր մենք ունենք այստեղ հանդիպում, փոքր նկարահանում, ասեցի երեխեք, բերեք այնց անենք, որ օֆիսում լինի մաքսիմալ քիչ մարդ, որովհետև ուզում եմ, որ նկարահանող խումբը առօրին լիներ հանգիստ, հարմարավետ, ոտի տակ ոչինչ չլիներ, այսինքն մեկը այդ աշխատասիրության մեջ այնքան բան է մտնում, եթե այդ ամեն ինչը կարողանաս հասցնես ու պահպանես, վերջում մի բան ստացվում է։ Ունենք հրաշք անձնավորություն, մեր սիրելի Տիկին Լուսինը, որը պատրաստում է մեզ համար, անընդմեջ, թարմ, եւ հետո այսպես պատրաստ բերում է, այսօր ես եմ ձեռքով անում ամեն ինչը, ու հետո խափում ասում ես եմ սարքել, բայց դե բնականաբար ես այսքանը չեմ կարող սարքել, որտեղ ես այդպես տաղանդավոր չեմ։ Ամեն ինչը համար է, իմ հարցին պատասխանի։ Բիզնեսի ու բրենդի համար սպասարկող անձնակազմը ինչ դեր է խաղում քո կարծիքով։ So իմ կարծիքով ամենակարևորագույն դերն է խաղում, երբ որ ես ինքս աշխատում էի բանկետ հոլի մենեջեր այն ժամանակ, մի հատ հետաքրքիր ասացված կար անգլերենով պահել է ինձ մոտ, ասում էր, որ դու թեքեր ես անում քո բոլոր աշխատողներին, նոր քո բոլոր աշխատողները թեքեր են անում քո հաճախորդներին։ Ամենակարևոր բանն է, իմ մոտ միջև հիմա կա։ Մի 10 տարի այդ մոտս պահել եմ։ So դրա համար էս ամեն ինչը դա ուղղակի մի բան է, որը որ արվում է մեծագույն սիրով, արվում է ամեն օր եւ կարծում եմ, որ աշխատող մարդը պետք է ունենա հնարավորություն սնվելու եւ եթե հնարավորություն իհարկե կա։ Իմ պարագայում ցանկություն կա։ Եթե կա ցանկություն, դու ստեղծում ես այդ հնարավորությունը, որովհետեւ ես ինքս էլ բասով ժամունքես գնացել եմ գործի, եղել եմ շատ անգամներ սոված ու այդ փորի ձայնից եմ որ ասենց դու սոված ես ուզում ես ուտես, բայց շատ թանկ է։ Դրա համար բնականաբար ինչ որ ունենք, միասին ամեն օր վայելում ենք։ Ես կարծում եմ մեզնից յուրաքանչյուրն է այդպիսի մի ճանապարհ անցել։ Այստեղ լինի Հայաստանում, լինի կապ չունի։ Քո կարծիքով մեր օրերում ձախողված բիզնեսների ամենամեծ ու տարածված սխալը ո՞րն է։ Ձախողված բիզնեսների ամենամեծ սխալը բնականաբար այսօր ճիշտ չհաշվարկելն է բիզնեսը սկսելուց առաջ։ Շատերը անգամ այո, բիզնես պլան չունեն։ Ուղղակի գալիս են, ասում են մեր հարևանի աղջիկը, մեր աղբոր տղեն, մեր, չգիտեմ, թորան ընկերուհին, ընկերը բացել են այսինչ բիզնես, մենք է պետք է այդ բիզնեսից ունենանք։ Օրինակ, շունիկների համար մասաժի սալոն, ու բոլորը պետք է դա անեն։ Մարքեթինգն անընդհատ ոգեշնչման մասին է։ Դու որտեղից եւ ինչից ես ոգեշնչվում։ Ի սկզբանե ես ոգեշնչվում էի ցանկությունից ես երկրում կարողանալ մնալ, աշխատել, ապրել, մի բանից բռնվել ու կարողանալ այս երկրում կայանալ։
Դա ամենաէլեմենտար մարկային զգացողությունն է, որ ես ունեի այդ ընթացքում։ Հետո եկավ մեկ այլ этап կյանքում, երբ որ ես արդեն ունեի իմ փոքրիկ բիզնեսը եւ ես ոգեշնչվում էի իմ ստեղծած շատ փոքրիկ բիզնեսով։ Կապ չունի բիզնեսը ինչքան է փոքր, կարևորը ինչքան ես դու հպարտ։ Ես շատ հպարտ էի ու շատ էի սիրում այդ ամեն ինչը։ Անկամ այն փոքր 3 հատ պատը, որ մենք ունեինք, այսքան տարածք էր մի հատ բջուրիկ։ Հետո բնականաբար մարդկանց, ում հետ որ ես աշխատում էի, ում համար որ մենք աշխատում էինք, ովքեր որ ինձ համար էին աշխատում։ Ես շատ եմ սիրում այդ մարդկանց եւ շատ այդ սերը ինձ տալիս է ուժ ու թև աճելու ու առաջ գնալու։ Հետո եկավ մի հատ ուրիշ этап, վերջացնում եմ հարցը, երբ որ ես հիմա ոգեշնչվում եմ ճանապարհորդություններից, ես ուժ եմ հավաքում այդ ճանապարհորդություններից։ Եվ երբեմն մեկ-մեկ է որ շատ եմ հոգնում, նստում եմ միտեղ ու հասկանում եմ որ հոգնած եմ, օրինակ այսօր եմ հոգնած, այսքան թռիչքներից հետո աչքերս կարմիր, չգիտեմ երևում է թե։ Աշոտ, ես ինքս գիտեմ դու ինչ կամպանիաների հետ ես աշխատում, բայց ուզում եմ դու մի քիչ մանրամասն ասես, էլի որ կամպանիաների հետ ես աշխատում, ինչ ես սովորել իրանցից, ինչն ես բերել որդեգրել քո կամպանիայում որպես սկզբունք, մի քիչ դրա մասին կխոսաս։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մենք Google Partner Company ենք, որը որ տալիս է մեզ հնարավորություններ աշխատել նույն level-ի եւ նույն մակարդակի եւ նույն ստեղծված այդ բարձրույթի վրա, որը այսօր անում է Google-ի նման հսկայական ընկերությունը։ Դա առաջինը բնականաբար մեր մասնագիտական հարցերի շուրջ, երկրորդը դա արդեն մենք ինտեգրացնում ենք այդ corporate culture ասվածը մեր company-ում եւ անգամ այդ company-ում սնվելու այդ կուլտուրան էլ գալիս է նույն իրանցից կամ այլ տեսակի գեղեցիկ ոգեշնչող եւ հավես բաներ։ Այդ հարցի մի կողմն է, որ վերցնում ենք, իսկ հարցի մյուս կողմը ամենակարևորը կարծում եմ, որ անընդհատ վերապատրաստելով բոլոր մասնագետներին եւ տալով այդ հնարավորությունը ավելի որակով ու արդյունավետ աշխատելու, դա արդեն բերում է նրան, որ մենք երբ որ ունենում ենք խնդիր եւ ի տարբերություն ուրիշ կամպանիների ոչ թե ինքներս ենք փորձում լուծենք կամ չլուծենք, այլ արդեն մենք անընդհատ կապի մեջ ենք ամենամեծ խոշոր ընկերությունների հետ, որոնք են Google-ը, Meta-ն եւ նմանատիպ մեծ պլատֆորմներ լինելով Meta Partner, Google Partner Company, որը որ ի սկզբանե միայն օգնում է մեր հաճախորդին ավելի արդյունավետ դարձնելով նրա աշխատանքը։ Այս վերջերս ունենք խնդիր հաճախորդը, որը աշխատել էր ինձ հետ երկար ժամանակ, հետո ֆինանսական խնդիրների պատճառով որոշել էր, որ պետք է մարքեթինգը տեղափոխի այլ երկիր։ Եվ այլ երկրում, Հայաստանի նման երկրում, որը բացարձակապես գաղափար չունեն Ամերիկայի օրենքներից, գովազդի մեջ օգտագործել են այնպես մի բան, որը որ արգելված է Ամերիկայում եւ ամբողջովին մեծ խնդրի առաջ են կանգնացել հաճախորդին, նորից էլի հետեկանքում ենք, այդ հարցը լուծեցինք, բայց եթե չլինեն այդ բոլոր կապերը եւ այդ հաստատված համագործակցության հնարավորությունները, մենք այսօր բիզնեսին կթողնենք խնդրի առաջ եւ այլ բիզնեսը չէր ունենա հնարավորություն գովազդ երբևիցե անելու Ամերիկայի տարածքում։ Երկու բառով կարող ես ասել, Սաուդյան Արաբիայի գնացել վերջերս, որն էր այցի նպատակը։ Շատ շնորհակալ եմ նույնպես հարցի համար, հետաքրքիր հարցեր մեկից ոգեշնչող ինձ։ Մենք բացի Google Partner Company լինելը, վերջերս դարձանք Visa-ի official partner company արաբական մի շարք երկրներում, ինչպեսին են Դուբայը, Սաուդի Արաբիան, Կատարը, Օմանը, Բահրեյնը եւ Քուվեյթը։ Իհարկե դա շատ մեծ պլաններ ա, որին տարիներ ա պետք որ մենք եթե հասնենք կամ չհասնենք, ժամանակը ցույց կտա, բայց քանի որ Դուբայը արդեն 5 անգամ գնացել եկել եմ այս տարի եւ այդ աշխատանքային հարաբերությունները սկսված են եւ process-ի մեջ են, Սաուդից ստացանք հրավեր պաշտոնական, որ մասնակցենք իրանց 3 ամենակարևոր իվենտներին, որից մեկը հենց Google իվենտներ, եւ գնացի մասնակցեցինք ու փորձում ենք հիմա այնտեղ էլի նույն ձև կապ հաստատենք։ Շատերը հարցնում են, բա իրանց հետ ո՞նց է, ասում եմ շատ հեշտ, ոնց որ հայերի հետ։ Պետք է մի ժամ չանատաս, որ վերջում գործանես կամ չանես։ Տարբեր է, ստեղից տարբեր է մենտալիտետը, հետ էր։ Աշոտ ջան, իմ մոտ այսպիսի մի կարծիք է ձևավորվել։ Կարծես թե պարիսպներ է շարել քո շուրջ եւ մեր համայնքում առանձնանում ես։
չեմ ուզում ասել չես շփվում, այլ ուղղակի դու ունես քո առանձին աշխարհը, որտեղ ամեն մեկին չէ, որ թողնում ես այդ աշխարհը։ Դու միտումնավոր ես դա արել, թե այդպես ստացվել է։ Շնորհակալ եմ հարցի համար, հետաքրքիր հարց է եւ հետաքրքիր է որ դա զգացել եք եւ ճիշտ կերպով հարցը հնչեց։ Ես որ նոր եմ եկել Ամերիկա, շատ շփվող եմ եղել եւ նույնն էլ հիմա եմ, շատ շփվող եմ։ Ուղղակի տարիների ընթացքում ավելի շփման այդ շրջանակը նեղացել է։ Եվ հիմա հիմնականում շփումը այն մարկանց հետ ում այդ որ շատ երկար տարիներ այդ ընկերությունը պահպանվել է առաջի իսկ օրերից։ Բայց բիզնեսի տեսանկյունից միանշանակ ես վերաբերվում եմ բիզնեսին որպես այգու։ Եվ յուրաքանչյուր այգի գեղեցիկ է, երբ որ դու նրան խնամում ես, շրջապատում ես այդ ջերմությամբ, խնամքով, ջրում ես, արևի լույս է տեսնում եւ այլն, եւ ինքը սկսում է բերք տալ։ Կարծում եմ, որ այո, բիզնեսի առումով մենք առանձնացած ենք, մենք ունենք մեր տարածքը եւ այդ տարածքում մեզ զգում ենք բավականին կոմֆորտ, ստաբիլ ամենակարևորը եւ զարգանում ենք ըստ մեր դրված նպատակների։ Եվ անգամ եթե նայենք մարդկային հարաբերությունների մեջ էլ նույնպես երբ որ մարդիկ բարձրանում են վերև եւ նայում են այս գեղեցիկ սարերին վերևից երբեք այդ ներքևի մանր մուներ հարցերը չեն խանգարում տեսնել այդ գեղեցկությունը այդ ձևով եմ ես վերաբերվում թե մարդկային հարաբերություններին եւ բնականաբար թե բիզնեսին ու կարծում եմ որ դա ինչ որ միտեղ նաեւ ստացվում է Դու ապրում ես քո աշխարհում համաձայն ես այն մտքի հետ որ ասում են Եթե ուզում ես լինել հաջողակ, շրջապատիր քեզ հաջողակ մարդկանցով։ Շատ, բայց քանի որ մենք ապրում ենք Ամերիկայում եւ միշտ ասում եմ, որ լավ մարդու պակաս իսկապես կա, այս պարագայում կավելացնեի նաեւ շրջապատի քեզ իսկապես լավ մարդկանցով էլ, ովքեր որ տարիների իհարկե փորձված մարդիկ են եւ վստահ ես, որ իսկապես այդ մարդը քեզ հետա ոչ թե ինչ որ մի կյանքի կարգավիճակի կամ իրավիճակի ելնելով, այլ ուղղակի սիրում է քեզ ոնց որ դու կաս քո բոլոր մինուսներով։ Աշոտ, հիմա քո հետ բլից եմ ուզում անեմ, բայց քո բլիցը ուզում եմ մի քիչ տարբեր լինի։ Առաջին հարցը ոչ թե ուզում եմ դու պատասխանես առաջին հարցին ուզում եմ քո աջ ծերը, ոնց որ դու ասում ես իմ աղջիկը։ Իհարկե, բա ոնց։ Սոսեն պատասխանի։ Սոսե, Աշոտի առաջի բլիցի հարցն է։ Ինչպիսի ընկեր է Աշոտը։ Սիրով կարծում ավելի լավ հարցի չէի կարող պատասխանել։ Տեղերը սահմանափակ են, բայց գտնվելուց այդ տեղերից մեկում ամենավստահված ձեռքերում ես վստահորեն կարող եմ ասել, որովհետև սկզբում եղել եմ ընկերներ Աշոտի հետ, հետո նոր ունեցել եմ շանսը այստեղ աշխատելու ու չխախտելով երբևէ ոչ գործնական, ոչ ընկերական սահմանները, այսօր գիտեմ, որ ունեմ շատ լավ ընկեր ու ցանկացած անհասկանալի սիտուացիայում նույնիսկ ունեմ մեջք։ Ու վստահ եմ, որ բոլորը, ովքեր որ արժանանում են այսպիսի ներկայացման, նույնը ստանում են վստահորեն։ Չեմ նայ որ չհուզվեմ հրաշ։ Մի հուզվի, ինչ ես հուզվում։ Cheers։ Բայց տիխեմ ես։ Չախմում եմ։ Սո։ Սկզբունք, որ քո ցուցակում առաջնային է։ Մաքրություն, հարաբերությունների մեջ, աշխատանքի մեջ, անկեղծություն։ Ինչպես են քեզ բնութագրում մարդիկ քո մեջքի հետևում։ Ինձ թվում է ով ոնց ուզում նենց է բնութագրում է, որովհետև մենք անոնց ապրում ենք մի ժամանակահատվածում, որ ամեն մարդ իր կարծիք ունի եւ ընդհանրապես մարդուն չճանաչելով էլ իրանք արդեն կարծիք են կազմում։ Չեմ կարող ասեմ։ Հաճախ լսել եմ, որ մեծամիտ կամ գոռոզ, որը բացարձակապես տենց չի, ուղղակի մարդիկ չեն առնչվել ինձ հետ։ Ես փաստում եմ դա։ Շատ շնորհակալ եմ։ Երկրորդը բարդ մարդ, սկզբից միշտ հուշտ է լինում այդ դուրս չէր գալիս այդ հասկացողությունը, հասկացա, որ մենք տարիների ընթացքում պետք է բարդանանք։ Մենք պետք է փոխվենք, մենք պետք է լինենք տարբեր։ Եթե մենք շատ հեշտ ենք այս կյանքում, նշանակում մենք ասելիք չունենք, մենք անելիք չունենք։ Մենք ինչ որ մի բան տալ ու պահանջել չունենք ինչ որ մեկից։ Սա բարդը կարա լինի, նամանավանդ իմ աշխատանքների բարագայում նորմալ է։ Երրորդը ես չգիտեմ անկեղծ, որովհետև գալիս է մի տարիք, որ այլևս այդքան էլ համարյական չի։ Այո, 20 տարեկանում, 25, 30-ում, իհարկե, անպայման։ Եվ վերջո մեջքի հետևում խոսացողները մնում են մեջքի հետևում։
Բնավորությանդ որ գծերով գծովա որ չես հպարտանում։ Ես ահավոր քթիմազ մարդ եմ։ Եթե մենք հիմա այս շամպայնը խմում ենք, ես կարող եմ պահիտակ նայեմ, ուշադիր ես ծայրերը, եզրերը ամբողջովին մաքրածա, թե չէ։ Միշտ մաքրածա, ամեն ինչ իր տեղերում կոկիկա։ Ես ուղղակի քթիմազ մարդ եմ եւ դա էլ մի բան է, որը ոչ մի բան չեմ կարող անել։ Ամեն դեպքում ես մարդ եմ, որ դեռ single է եւ այսինքն այդ բանը ամեն ինչի հանդեպ այդ բան ունի, ուշադրություն է իրա, էքստրա։ Երևի դա ամենաբարդ բաներից մեկն է, բայց մյուս կողմից էլ հետարքի մի բան ասեմ։ Ինձ հետ որ ճանապարհ են գնում մարդիկ, միշտ մեքենան մաքուր է, միշտ ամեն ինչ իր տեղերում է, ես ամեն ինչը կարամ վճարեմ, անեմ, օգնեմ, այսինքն այդ իր հետ բերում է նաև այդ ուժեղ կողմն էլ, որը որ դու զգում ես, որ կողքդ գոնե մարդ կա։ Չեմ ասում տղամարդ, բայց գոնե մարդ կա։ 3 բան, որ կարևոր է մարքեթինգում։ Ես էլի մարքեթինգից ձեռք չեմ քաշում։ Մարքեթինգում շատ կարևոր է ասելիքը, եթե մարդ ունի product business եւ business-ը ունի ասելիք, ունի ներկայանալիք կերպար, դա կարող լինի շատ փոքր բիզնես եւ շատ մեծ։ Շատ դժվար է այդ բիզնեսը զարգացնելը։ Երկրորդը դա բաժենա, բյուջենա, որը որ շատ կարևոր է, հաճախ մարդիկ պարզապես չունեն այդ բաժեն եւ գալիս են marketing agency, բայց դու գիտակցում ես, որ իրանք առնում են թանկարժեք պայուսակներ իրենց կանանց համար, բայց չեն դնում $500 զարգացման համար։ Այդի անհասկանալի մի բան ասո բաժեն ամենակարևորն է։ Եվ երրորդը, ամենակարևորը ժամանակակից լինելն է, որովհետեւ 90% բիզնեսների այսօր հնացել են եւ անգամ մենք այս օֆիսում անընդհատ փորձում եմ, ես եմ անում մի բան, որ չկորցնեմ այդ զգացողությունը ժամանակակից լինելու, so բիզնեսների 90%-ը հնացել են նամանավանդ Ամերիկայում, so այդ թարմությունը անհրաժեշտ է բիզնեսին համ առաջ գնալու, համ մարքեթինգը առաջ տանելուն, որտեղ հաճախ դու երբ որ հաճախորդին ասում ես, հաճախորդ կա մի հատ WhatsApp-ով մեսեջ ուղարկի, ինք ասում է, ես հավես չունեմ, թող զանգի, այդտեղ արդեն այդ բանը չի ստացվում հաճախորդի եւ նոր հաճախորդի, իմ հաճախորդի եւ իր նոր հաճախորդի այդ աշխատանքային սկիզբը չկա, բացակայում է։ Իսկ ուրիշ երկրներում, թեկուզ Երևանի պես երկրում, Հայաստանի պես ներողություն, Երևանի պես լավ քաղաքում մարդիկ պատրաստ են բիզնեսի մեջ արագ քեզ ռեակտ տանեն, ասում են հիմա կզանգեմ, վաղը կգամ, մյուս օրը կբերեմ, իստեղ ասում են դա մենք շաբաթ-կիրակի փակենք, տենց մի շաբաթից սպասի։ Այդ 3 բանն է։ Գումար աշխատել թե ծախսել։ Ոյ, բարակայում ծախսել, ես շատ եմ ծախսում։ Շատ, ինչ ամենաշատը ինչի վրա ես ծախսում։ Ամենաշատը հիմա այս բարակայում ծախսում եմ ինձ վրա, իմ ճանապարհորդությունների վրա, աշխատեցնելու վրա, աշխարհը զգալու վրա, կյանքս ապրելու վրա, բայց մինչև այդ շատ էի ծախսում անիմաստ բաների վրա, նյութական, որը որ էլ չեմ անում, որտեղ այդ ամեն ինչ անիմաստ է։ Քո տանը միշտ ինչ կա։ Իմ տանը միշտ կան բնական ծառեր, իմ տանը միշտ կա շատ լավ օծանելիքներ, տարբեր, շատ եմ սիրում արաբական ուդի հոտը, ուժեղ, իմ տանը միշտ կա լավ սուրճ, իմ տանը միշտ կա մաքրություն, մաքրողից ջանասախ։ Առանց ինչի տնից դուրս չես գալիս։ 3 բան նշի։ Okay, առանց իմ պայուսակի, դե աշխատանքային պայուսակ ունեմ, այդտեղ լապտոպ բան ցախ դնում եմ, բան եմ տալի, բացի փողից այդտեղ ամեն ինչ կա։ Երկրորդ բնականաբար երկրորդ զապաս շորերը, որովհետև օրվա ընթացքում, քանի որ ես մի քիչ տարածությունը այդտեղ մեծ է գնալ հետ գալու այս օֆիսից այն օֆիս կամ տուն, միշտ իմ բան ունում եմ, որտեղ լինում է երեկոյան միտեղ պետք է դուրս գամ, որ պատրաստ լինեմ։ Այսինքն սպորտիվկայով չգնամ ինչ-որ մեկի առիթին։ Այդ երկրորդ տարբերակն է եւ երրորդ տարբերակը ամենակարևորը միշտ ստանում եմ մաքրման շորեր անընդհատ, մի քիչ տանում, թողում, բերում, իսկ մարդն այնքան իմ դերը գժվել այդ։ Աշոտ, մենք շնորհակալ ենք քեզնից։ Այսօր ես մեծ բավականություն եմ ստացել։ Շնորհակալ եմ, որ քո խիտ գրաֆիկի մեջ մեզ ժամանակ տրամադրեցիր։ Այսօր մարդու համար ամենակարևոր ու թանկ բանը դա ժամանակն է։ Դու քո թանկ ժամանակից մեզ նվիրեցիր։ Ես անչափ ուրախ եմ մեր ծանոթության համար։ Շնորհակալություն հայտնենք մեր ընդհանուր ընկերոջը
ով մեզ ծանոթացրեց, ես քեզ բազում հաղթանակներ եմ մաղթում, ուզում եմ որ գա օրը ու մենք Forbes-ի ժուրնալին նայենք ու ասենք կամ Forbes-ի ցուցակին նայենք ու ասենք, «Օ, մենք շատ ինչ արներ»։ Այդ դժվար կա, բայց մեկս մեկի մաղթում ենք։ Ես հավատում եմ այդպիսի բաների, քեզ լիքը հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ։